Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 9-ից 10-ին պաշտոնական այցով Գերմանիայում կլինի, այսօր նախատեսված է նրա հանդիպումը Գերմանիայի նախագահ Ֆրանկկ-Վալտեր Շտայնմայերի և դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ նախատեսված է հանդիպում քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, իսկ Համբուրգի առևտրի պալատում տեղի գործարարների հետ։ Պաշտոնեական կեղծիքի և դրան դրդելու հիմնավոր կասկածանքով 4 անձ է ձերբակալվել, նրանցից 2-ը ոստիկանության ծառայողներ են։ Ոստիկանությունից Ֆակտոր TV-ին հայտնում են, որ ձերբակալվածները ներկայացվել են հակակոռուպցիոն կոմիտե։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջափահյանի պաշտպանական թիմը հայտարարել է, որ արդեն 2 ամիս է Միքայել Սրբազանի պլանային վիրահատության հարցը չի կարգավորվում։ Նշվում է, որ Սրբազանը ցանկություն է հայտնել իր միջոցների հաշվին վիրահատվել Իզմիրլյան բժշկական կենտրոնում, ինչի վերաբերյալ դեռևս հոկտեմբերի 10-ին նրա պաշտպան Արա Զոհրաբյանը գրություն է ուղարկել Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանը։ Միքայել arczepiskoposի պաշտպանի կողմից քրեակատարողական բժշկության կենտրոնին նաև 3 դիմում է հասցեագրվել հոկտեմբերի 29-ին, նոյեմբերի 6-ին և 11-ին։ Ըստ պաշտպանների Պողակից առաջարկել են այլ հիվանդանոց ընտրել, սակայն Սրբազանը պատճառաբանել է, որ իր հիվանդությունների բուժումն անցել է այդ բժշկական կենտրոնում եւ ունի բժիշկ։ Նախորդին Հայաստան խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Միքայել arczepiskopos Աջափահյանը անհապաղ վիրահատության կարիք ունի, Արդարադատության նախարար Սրփուհի Գալյանն էլ պնդել էր, որ փաստաբանի կողմից համապատասխան դիմում չի ներկայացվել։ Ուկրաինական կողմի հետ խորհրդակցություններից հետո ամերիկյան 28 կետանոց խաղաղության ծրագիրը վերանայվել ու կրճատվել է մինչև 20-ի, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա ընդգծել է, որ ակնհայտ ոչ ուկրաինամետ կետերը հանվել են եւ որ ամերիկյան տրամադրվածությունը ընդհանուր առմամբ կողմ է փողզիչում գտնելուն։ Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը պնդում է տարածքներ տալու հարցում, բայց Կիևը չի ուզում ոչինչ զիջել։ Ուկրաինական կողմը պատրաստվում է մինչև դեկտեմբերի 9-ի երեկոյան ավարտել խաղաղության ծրագրի վրա աշխատանքը եւ այն հանձնել Միացյալ Նահանգներին։ Առնվազն 30 մարդ է վիրավորվել Ճապոնիայի հյուսիս-արևելքում տեղի ունեցած 7.5 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով։ Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել իրենց տները։ Ճապոնիայի օդերևութաբանական գործակալության տվյալներով երկրաշարժը տեղի է ունեցել Աոմորի շրջանի ափերից մոտ 80 կիլոմետր հեռավորության վրա։ Սա հանգեցրել է նաև ցունամիի վտանգի, սակայն ներկայում նախազգուշացումը հանվել է։ Երկրի իշխանությունները զգուշացրել են, որ առաջիկա օրերին կարող են ավելի ուժեղ ցնցումներ լինել եւ կոչ են արել հանրությանը առնվազն 1 շաբաթ մնալ բարձր պատրաստվածության վիճակում։ Հայաստանի տարածքում դեկտեմբերի 9-ից 3-ը 10-ից 3 առանձին շրջաններում, գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ առանձին նախալեռնային շրջաններում ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով, հովտային շրջաններում անձրևի։ Դեկտեմբերի 11-ից 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ Երևանում այսօր ցերեկը սպասվում է 7-ից 9, երեկոյան ժամերին 4-ից 6 աստիճան տաքություն։